Բարեկային ծառայության քանի տոկոս մեքենաներն են, որ տարբեր պատճառներով խափանված այսօր կանգնել են, նախորդ բյուջեի քննարկման ժամանակ շատ խոսեցի, որ մի քանի տասնյակ միլիոն դրամ ոստիկանությունը ծախսում է մենակ քաղաքացիական ավտոբուսներ վարձակալելու, այն ժամանակ Վահե Ղազարյաններ ասեց պլանավորել ենք ավտոբուսներ ձեռք բերելու, ուզում այդ հարցով տեղեկանամ Ընթացիկ մի հարց, որ երեկվանից շատ ակտիվ քննարկվում է, ինչ միջոցներ են երեկվանից ձեռք առնվել Վրաստանի ֆուտբոլի հավաքականի երկրպագուների համարանիշներ գողանալու մասին շատ ակտիվ խոսվեց եւ վերջում մեկ է մի բան, ԵՄ-ի վիզաների հետ ազատականության տիկին նախարար Հայաստանում այսօր այդ վիզաների հարցով, եթե չասեմ մաֆիա, բայց խայտառակություն է։ Ես ասեմ դες անկեղծ, մի քանի տարի առաջ չեմ անում, կարծեմ Գերմանիայի դեսպանատուն պետքա դիմեի, հերթը բան է, 5000 դրամով այդ հերթի հնարություն ունե, այսօր գիտեք թվերը ոնց են, 40-50 հազար, հն? Չէ, իրականում այդ Եվրաքվեի նախաձեռնողները, որ Ռոզովի նկարագրում են, իրականում ԵՄ դեսպանատներ, վիզային կենտրոն, բոլոր կառույցները սարքել են մի փակ շղթա, տասնյակ հազարավոր դրամներ են մարդիկ վճարում, որպեսզի հերթագրման գնան, այսքանը։ Շնորհակալություն պարոն Մանուկյան, իհարկե հարցերը բազմաշերտ էին եւ նաեւ բազմաթիվ, բայց հերթով բոլորին անդրադառնամ գալով վերջից, որ նաեւ որոշ թեմաների վրա ավելի երկար կարողանամ կենտրոնանալ։ ՀՀ վիզաների ազատականացման հարցը եւ ձեր կողմից բարձրացված հարցը տարբեր կառույցների տիրույթում գտնվող հարցեր են։ Այսինքն Հայաստանի Հանրապետության պետական մարմինները, որ կառույցի մասին էլ որ խոսենք, որևէ ներազդեցություն, ներգործություն չի կարող ունենալ Եվրոպական միության տարբեր երկրների դեսպանությունների կամ վիզաների կենտրոնների կամ հյուպատոսարանների վրա։ Բայց քանի որ մեր քաղաքացիներից իրավաչափորեն ձեր կողմից ներկայացված ահազանգերը ստացել ենք, մենք ամեն քննարկմանը այդ ահազանգերը փոխանցում ենք մեր գործընկերներին, որպեսզի հետամուտ լինեն այդ դրվագներին։